Եթե դուք եք սիրում սխտորով ծիծակի այս մարինադը և դեռ չեք փորձել ինքներդ պատրաստել, առաջարկում եմ միասին պատրաստենք հեշտ, արագ և պարզ տարբերակով։ Չենք պահածոյացնում, այլ պահելու ենք սառնարանում։ Ծիծակները պետք է նախօրոք լվանալ, որից հետո հեռացնում ենք պոչի հատվածները և ներքևից ճեղք ենք անում, կամ կարող եք ամբողջությամբ պոչի հատվածը հեռացնել կորիզների հետ միասին։ Արեք այնպես, ինչպես հարմար է ձեզ։ Պատրաստում ենք հեղուկը, ինչի մեջ պետք է եփենք ծիծակները։ Ես այս տարբերակով եմ անում, առաջարկում եմ դուք էլ հենց այսպես փորձել։ Եռացած ջրի մեջ լցնում ենք աղը և շաքարավազը, լավ խառնում ենք մինչև լուծվի, որից հետո նոր ավելացնում ենք հացախը և բուսայուղը։ Այդպես աղը լուծվում է և կաթսայի ներքևի հատվածում նստված չի տալիս։ Լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք դափնու տերևը, հատիկավոր սև պղպեղը և մի քանի հատիկ սխտոր։ Դնում ենք գազօջախին մինչև եռալը, եռալուց հետո ավելացնում ենք ծիծակները։ Եփում ենք մոտավորապես 2-ից 3 րոպե ամեն կողմից։ Երբ զգում ենք, որ արդեն ծիծակների գույնը մի փոքր դեղնավուն է դարձել, հեռացնում ենք։ Ծիծակները երկար չենք եփում, որպեսզի չլխկվի։ Շուտ ենք հանում, այդպես ավելի խրխրթան և հյութեղ է ստացվում։ Քանի որ հանելուց հետո տաքության հաշվին դեռ փափկում է։ Ես պատրաստում եմ մաղադանոսով, որը շատ մանր պետք է կտրատենք։ Կարող եք պատրաստել նաև սամիթով։ Ավելացնում ենք վրան ճզմած սխտորը։ Լավ խառնում ենք և դնում մի կողմ։ Բաղադրիչները և հստակ քանակը գրված կլինի նկարագրության բաժնում։ Տարայի ներքևի հատվածում լցնում ենք կանաչին և սխտորը, վրան դասավորում ենք ծիծակները, հետո նորից վրան լցնում ենք սխտորն ու կանաչին և այդպես շերտերով հերթով դասավորում ենք այնքան, մինչև ամբողջը կվերջանա։ Ծածկում ենք և դնում սառնարան 1 օրով, հաջորդ օրը կարող եք արդեն իսկ վայելել։ Իսկ եթե ուզում եք սառցեխցիկում պահել, տեղավորում եք հարմար տարաների մեջ և դնում անմիջապես սառցեխցիկի մեջ։ Այսօր էլ այսպիսի համեղ մարինադի բաղադրատոմս էի պատրաստել ձեզ համար։ Պատրաստեք և գրեք ձեր կարծիքը։ Սիրով կսպասեմ բոլորիդ։